Քանի վիրավոր է։ 3 Ասպարանի Ողջույն Համարները պարտադիր նկարի։ Նոյեմբերի 8-ն է Երևան Արզումանյան Հալաբյան արդեն հայտնի վթարներով հայտնի փողոցների խաչքերուկում հերթական ավտովթարներ տեղի ունեցել բախվել են Chevrolet եւ Opel Magnish-ի ավտոմեքենաները վթարի հետևանքով 3 հոգի որոնց առաջինը օգնության են ասել քաղաքացիներ եւս քաղաքացիների հայտնացի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով տեսնում եք Chevrolet-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի մայթին տեղադրված պաշտպանիչ երկաթե ցանկապատի մասամբ հայտնվելով հետիոտնիաբար նախատեսված մայթից։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ այս պահին պարեկները տեղում հերթապահություն են իրականացնում դեպքի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին Իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում են, որ վիրավորների մեջ է նաեւ ով եղել է Opel Magnish-ի ավտոմեքենայում, վիրավորներից մեկը 3 Արագածոտնի մարզում երկու Mercedes-ների եւ Mitsubishi մասնակցությամբ ողբերգական ավտովթարի մասնակից է եղել այն վթարում 1 հոգի մահացել էր իսկ ինքը որ այս ավտոմեքենայից Opel-ի միջից է տեղափոխվել հիվանդանոց ասում են մասնագիտությամբ ատամնաբուժ է եւ այս վթարի հետևանքով ինքը եւ եւս 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց Այս խաչմերուկի համար մի բան պիտի մտածվի, հարգելի պատասխանատուներ, այս խաչմերուկում անընդհատ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք այդ թվում ողբերգական